Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի փոխվարչապետ, նախորդիվ մի կարևոր հարց բարձրացեցիք, որին կուզեի նաև մեր մարզպետերը եւ ՏԿ-ն ուշադրություն դարձնի։ Ուրեմն մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին գումարներ չի վճարվում, որոշ տնտեսվարողների կողմից շինարարների, եւ շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքաշինչ կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը, կամ գումարը ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս։ Եվ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաև աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետև հազար անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու, պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանք կամ ընթացիկ աշխատանքներ, որպեսզի գումարները ստանան, եւ կամ այդ գումարը ստանում են եւ այլ նախագծերի վրա են ծախսում եւ աշխատավարձերը չեն վճարում, այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ ամբարախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, շատ կարևոր դիտարկում եք անում։ Մենք ամբողջ ընթացքում պարոն Խուդասյանի հետ այդ հարցին փորձում ենք ուշադիր լինել, նաև նկատի ունենալով, որ այն փաթեթները, որոնք հաստատման են հասնում, բավական երկար ճանապարհ են անցնում, առնվազն այն քննարկումների տիրույթում, որոնք վերաբերում են նախարարությանը եւ մեր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին, որոնք վերաբերում են հաստատումներին, մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ այդ տեսանկյունից ուշացումների պատճառ չլինի։ Բայց նորից այստեղ բոլորին է արդեն իմ դիմումը, որ երբ որ մենք հեշտ չի լինելու։ Տեսեք, պարոն Խուդասյանը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է եւս 10 միլիարդ դրամի հատկացումների մասին մտածենք եւ ֆինանսների նախարարության հետ դեռ պետք է աշխատենք, որովհետեւ մենք հիմա խոսում ենք լրացուցիչ հատկացումների մասին։ Եկեք հիշենք, որ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը ամբողջությամբ արդեն կառավարության կողմից հատկացված եղել է եւ նաեւ այս 2 միլիարդ 828 միլիոն դրամը լրացուցիչ հատկացման շնորհիվ է կատարվում։ Եվ այն 10 միլիարդ դրամը, որ մենք հաջորդ շաբաթվա ընթացքում կֆինանսավորենք, նույնպես լրացուցիչ հատկացումների միջոցով է տեղի ունենալու եւ դրա արդյունքում անհրաժեշտ է, որ նաեւ կապալառու կազմակերպությունները իրենց աշխատակիցների նախ եւ առաջ եւ հետո նաեւ մատակարարների նկատմամբ պարտավորություններ պատշաճ կատարեն, որովհետեւ դրանից կապված է այս ամբողջ տպավորությունը ծրագրի իրականացման եւ դրա արդյունքների։ Պարոն Հարությունյան, Ես ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել, ես չասեցի բոլոր դեպքերում, բայց դեպքերի մի ահագին հատվածում իմ ասած իրավիճակն է ստեղծվում։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։